Ատելության խոսք, բևեռացում եւ ծրագրերի պակաս։ Այս քարոզարշավը 21 թվականի քարոզարշավի պես աչքի ընկավ ատելության խոսքի հսկայական ծավալներով։ Հունիսի 7-ի համապետական ընտրություններից առաջ անցկացված քարոզարշավը փորձագետների գնահատմամբ առանձնացավ ոչ թե քաղաքական ծրագրերի ու գաղափարների մրցակցությամբ, այլ ատելության խոսքով, փոխադարձ մեղադրանքներով եւ հասարակության աճող բևեռացմամբ։ Հանրության մեջ կուտակված կրքերը բաները ճնշում են քաղաքական ուժերին եւ նրանք քաղաքական բանավեճի, քաղաքակիրթ վեճի փոխարեն շատ հաճախ տուրք են տալիս զգացմունքներին ու սկսեցին օգտագործել, մինչև հիմա օգտագործում են ատելության խոսք տարբեր դրսևորումներով, վիրավորանքներ, սպառնալիքներ, ինչը ընդհանրապես քաղաքական մշակույթի տեսանկյունից պիտի վերացվի։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով քաղաքական ուժերը հիմնականում առաջնորդվել են զգացմունքային եւ հակադրությունների վրա հիմնված խոսույթով։ Եթե հանգարցարաշք տեղի ունենա որևէ իշխանություն վերացնի սև կապիտալի մասնակցությունը, անօրինական կապիտալի մասնակցությունը ընտրություններում եւ օրենքով արգելափակի զանազան հանցագործություններ կատարած անձանց եւ նրանց քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններում կարող է բուժումը քաղաքական դաշտի արագ տեղի ունենա։ Լևոն Բարսեղյանը քաղաքական դաշտում առկա խնդիրները համեմատում է նույն պայմաններում աճող մշակաբույսի եւ մոլախոտի հետ։ Վերջինս ժամանակի ընթացքում խեղդում է բերքը։ Նույն պատկերն է ըստ նրա քաղաքական համակարգում, որտեղ օրինական գործունեություն ծավալող քաղաքական ուժերը ստիպված են մրցակցել ստվերային ռեսուրսներով եւ ապօրինի կապիտալով գործող ուժերի հետ։ Ինչ է անում գյուղատնտեսը, վերացնում է այդ մոլախոտերը, որոնք այդ տարածքի համար իրեն անցանկալի են։ Մեզ ցանկալի են ապօրինի կապիտալով աշխատող կուսակցություններ, նրանց հարակից լրատվամիջոցներ, դա օգուտ է բերում քաղաքական դաշտին, դրանց հետ կկարողանան մրցակցել մնացած քաղաքական ուժերը իրենց ունեցած օրինական միջոցներով, 1-2 հատուկ են լրատվամիջոցներով կամ չունեցած լրատվամիջոցներով, թե այնուամենայնիվ հանրային տրամադրությունների վրա ճնշելու են, ազդելու են հսկայական միջոցներով, անօրինական միջոցներով գործող կուսակցությունները, իհարկե ազդելու են, եւ նրանք միշտ ինչ-որ եղանակ են ստեղծելու, ինչ-որ միցև ազդելու են ընտրությունների որակի վրա, բանավեճի որակի վրա։ Ընտրապայքարի գլխավոր ռազմավարական ձախողումն այն է, որ քաղաքական ուժերը ընտրությունը ներկայացրին որպես հակադիր բևեռների միջև պայքար, խաղաղություն կամ պատերազմ, Ռուսաստան կամ Եվրոպա, գործող իշխանության պահպանում կամ հեռացում, նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Առավել կիրառված տեխնոլոգիաները քաղաքական PR-ի տեսանկյունից եթե դիտարկենք, բևեռացումներ, թշնամու կերպարի ստեղծումը, փրկչի մոդելավորումը, վախի վրա հիմնված հաղորդակցությունը, անձնական բրենդավորումը, սոցիալական մեդիայի ագրեսիվ օգտագործումը, լսարանի միկրոթիրախավորումը։ Մասնագետի խոսքով այս ընտրություններում ծրագրերն ու գաղափարախոսությունները երկրորդ պլան մղվեցին, իսկ հիմնական ուշադրությունը կենտրոնացավ քաղաքական առաջնորդների վրա։ Ինքնուրույն քաղաքական ինքնությունը, գաղափարախոսությունը, թիմը եւ ծրագրերը երկրորդ պլանում են, իսկ ամբողջ ընկալումը կենտրոնանում է իհարկե լիդերի շուրջ։ Սա կարճաժամկետ մոբիլիզացիա է ստեղծում, բայց պետք է հստակ արձանագրենք, որ երկարաժամկետ ազդեցություն չի ունենա եւ դա վստահության կորուստի կարող է բերել, եթե արդեն չի բերել։ Մասնագետներն արձանագրում են, այս ընթացքում հանրային երկխոսություն գրեթե չի ձևավորվել։ Քաղաքական ուժերը փորձեցին ստեղծել հանրահավաքային կադրեր, հանդիպումներից կադրեր, ելույթներից հատվածներ դրվեցին, հակադարձումներ, սկանդալներ, ատելության խոսք, մեղադրանքներ, սակայն գրեթե չկային այնպիսի հաղորդակցական ձևաչափեր, որտեղ քաղաքացին հարց է տալիս, իսկ քաղաքական ուժը պատասխանում է։ Քաղաքական պայքարում դեռևս գերակշռում են զգացմունքային հակադրությունները, անձնական հարձակումներն ու բևեռացող խոսույթը, իսկ թե որքանով դա կազդի ընտրողների որոշումների եւ ընտրությունների արդյունքների վրա, պարզ կդառնա արդեն քվեարկությունից հետո։ Աստղիկ Խաչատրյան, Խանոմ Անիսյան, այսօր։